լավ դերունական աղոթքով սկսենք բարի երեկո ցեզի։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն հայր մեր օրերինս ես Սուրբ Եղիցի անունքով Եղեսե արքայությունքով Եղիցին կամքով որպես երգինս եւ երկրի հզած մեր հանավազոր դուր մեզ այսօր եւ թող մեզ սպարվիս մեր թող մերոց պարտավորած եւ մի անիրս մեզ գործություն այլ բրդյաս մեզ իշխարեմ Զիգոյ արքայություն և զորություն և պար հավիտյանս հավիտենից ամեն իմաստություն հոր Հիսուս դուր մեզ իմաստություն ըսպարիս խորել և գործել առաջին քո ամենայն ժամ իշար խորորդոց իպանից և իգործոց բրդյաց մեզ և ողորմյան քո արարածոց և մեզ ազմանյացս ամեն հրամեցեք Բարի երեկո ցեզի մեր այս սերդողության սկիզբի բաժինը սկսելու շարականի երկեցողությամբ բայց գուզեմ նաև ցեզ հետ կիսել շարականի բարերը որոնք այնքան այժմիական են որ այսօրվան մեր ամենօրյա կյանքի համար այնքան պետք ու կարևոր Շարականը ինքը խաղաղական ժամերկության ներսես շնորհալի հայրապետի կողմէ կրված աղոթք, մաղթանք, խնդրանք է, որում մեջ կսե հետևյալ բառերը սիրո փողուր արգյալ հերգիր, որ փոքեսի ի հոգիս մեր, խորուրդ սրտից մեր մակրեսե, զլույս գիտության քո փայլեսե, իքնո մահուզ մեզ զարթուսե Զմիդս փոցով կովարեսե, զի ի դվնչյան և կիշերի դացուկ կես պարս անդրելի։ Որու պարերուն իմաստ և թարգմանությունը հետևյալն են, քու սիրո գրագըտ կսե, երկրի վրա թափե, որպեսի մեր հոգիները փորփոքին։ Ընդհանրապես մենք այսօր այդքան կարևորություն շատ չենք տար գրակ հասկացողության, ինչու որովհետև անոր մեկ ուրիշ տարբերակ ունենք այսօր, այս լույս հասկացողությունում։ Ժամանակին սակայն այս լույսի փոխարեն գրագն է որ օգտագործենք։ Ջան շեպելու համար գրագն է որ օգտագործենք։ Մաքրելու համար գրագն է որ օգտագործենք։ Որ կնշանակի ահավասիկ այդ գրագը ունի քանի հատկություններ՝ լուսավորելու, մաքրելու, զդելու, փյուրեղացնելու Բայց նաև չմոռնանք գրագը ունի մեկ այլ ուրիշ հատկություն ևս լափողի, փճացնողի։ Գաղում ունի սակայն այդ գրագի մեջ են ով է կամ ինչ է որ կանցնի։ Եթե հարթն է որ կանցնի այդ գրագի մեջ են, եթե փայդն է որ կանցնի այդ գրագի մեջ են, պիտի չդոգա, պիտի չթիմանա, պիտի փճանա։ Իսկ եթե ոսկին է որ կանցնի այդ գրագի մեջով, կնշա պիտի փյուրեղանա, պիտի մաքրվի։ Եվ հետաբար որքան անհրաժեշտ ու կարևոր է այսօրվան իրականության հետ կապված, մեր ամենօրյա կյանքին հետ կապված, այդ գրագին ներկայությունը մեր ամենօրյա կյանքի մեջ։ Եվ սակայն այստեղ հայրապետի խնդրանքը, աղոթքը այն է ոչ սովորական գրագը, այլ Աստուծո սիրո գրագը, թող որ փորփոքեցնե մեր հոգիներու մեջ։ Այնպես ինչպես հաճախ կսվի ժողովրդային բացատրությամբ որ սեր գոչվածը գայրե մեզ, գայրե, հանքից չի ծկեր։ Եվ այդ սիրո գրագն է, որ մեջս կփորփոքի, եւ այդ սիրո գրագի փորփոքումն է, որ հայրապետը կխնդրե, ինչու, որովհետեւ կսե այդ գրագը երբ որ կա, սիրո գրագը երբ որ դեղ գտնե, փորփոքեցնե, հոգիս մեջ, խորհուրդներս է որ պիտի մաքրե։ Որովհետեւ այդ գրագի հատկությունը քիչ առաջ ասեցալ, եւ չերմացնող է, դակցնող է, եւ լուսավորող է, եւ մաքրող է, եւ զդող է։ Հետևաբար կսե այդ սիրո գրագը երբ որ կա, իմ խորհուրդներս է որ պետք է զդե, իմ խորհուրդներս է որ պետք է մաքրե։ Որովհետև եթե այդ խորհուրդները մաքրված, զդված չլան,
մենք պիտի չկարողանանք այդ հարաբերության մեջ մտնել Աստծո հետ։ Ինչպես որ գսե Պողոս Արաքյան, գուզեք փոխվել, փափակունիկ փոխվելու, ձեր մտածելակերպը փոխեցեք։ Ոչ թե ձեր արտաքին հագուստը փոխեցեք։ Ոչ թե ձեր դուները փոխեցեք։ Մենք հաճախ այնպես մտածենք, որ եթե մենք մեր հագուստը փոխեցինք, մենք պիտի փոխվենք։ Եթե մեր դուները ուրիշ դունի վերածեցինք, մենք է որ պիտի փոխվենք։ Չէ, մեր փոփոխությունը դեղի կունենա, երբ որ մեր մտայնությունը կփոխվի, երբ որ մեր խորհուրդները կփոխվեն, երբ որ մեր մտածումները կփոխվեն։ Եվ սակայն ինչով կփոխվին եւ ինչ բանի պիտի նմանին մեր այդ խորհուրդները, Պողոս Արաքյալ կշարունակի խոսքը եւ գսե, ձեր մտայնությունը փոխեցեք նմանելով ձեր արարիչին Հիսուս Քրիստոսին, ապրելով արդարությամբ, սրբությամբ եւ ճշմարտությամբ կյանքը։ Եվ այս խորհուրդը ինչու է այսօր, որտեղ մենք կպատրաստվենք այս վերջին շաբաթը մնաց։ Մեծ բահեցողության վերջին շաբաթն է, ավագ շաբաթը, թիմավորելու մեր Փրկին Հիսուս Քրիստոսի հրաշապար արությունը։ Մենք թիմավորենք կամ ոչ ինքը հարություն արավ։ Մենք դոնենք կամ ոչ ինքը հարություն արավ։ Եվ հոնչա այլևս թափուր քերեզման է այնտեղ։ Ուխտավորները ամեն տարի գերտան։ Միգուցե վերջի շրջանի պատերազմ էսելով, բայց նորեն գերտան։ Եվ ասեմ ձեզի, հրեշտակը այնտեղ է, նույն հարցումը կհարցնե ինչ որ հարցուց, յուղափերգիներուն, որու կփնտրեք, որու կուզեք։ Թափուր քերեզման է այստեղ, Հիսուս Քրիստոս ոչ չէ, որու կուզեք դուք։ Եվ երկրորդ կհարցնե ինչու կենդանին մերեններու մեջ կփնտրեք, ոչ չէ, հարությունա։ Եվ այս է ամբողջ խարիսխը հիմքը մեր հավատքին։ Եվ երբ որ գսեմ մեր հավատքին կնշանակի մեր ամենօրյա կյանքին։ Որտեղ մեր ամենօրյա կյանքը նաև գաղտնի ունի այդ հավատքեն։ Որտեղ մեր այսօրվան ունեցած դժվարությունները գաղտնի ունին այդ հավատքեն։ Եթե այդ հավատքը խախուտ է, կնշանակի ոչ մեկ դժվարություն մեզ պիտի տապալե։ Ոչ մեկ նեղություն մեզ պիտի տապալե։ Եվ անորոմանալ Քրիստոս հստակորեն գսե, ով որ իմ այս խոսքերս գլսե, գործադրե, գնամանի այն իմաստուն մարդուն, որ իր տունը ժայռի վրա գշինե։ Ալիքները պիտի զարդվին, հովերը պիտի փչեն, բայց այդ տունը կանգուն պիտի։ Հաճախ երբ որ մեզի կհանդիպի այնպիսի ալեգոծումը, այնպիսի հով մոտորիկ եւ գսկսին զգալ այնպես ինչպես այսօր առավոտ շատերը զգացին, ինչը երկրաշարժը։ Շատեր չզգացին, ես չզգացի։ Ոմանք զգացին։ Եվ ոչ թե միայն զգացին, այլ նաև վախ ապրեցան։ Վախ ապրեցան։ Եվ այդ վախը սովորական վախն է, բայց հետո այդ վախը, երբ որ գխորանա, մեզ գվտանքի այս անգամ հավատքի կյանքին հետ կապված։ Եվ հետաբար սիրեներ այս օրերը ուրիշ բանի համար չեն, եթե ոչ մեզ պատրաստելու։ Եվ ասկի առաջ խոսեցավ այդ մասին, ինչ բանով պատրաստվելու։ Մեր հավատքի կանթեղին համար հավելյալ ցետ ունենալու։ Հավելյալ ցետ, որովհետև հստակ է պատմությունը 5 դագարանեն քաղված։ 7 արադության տարիներում պիտի հաջորդե 7 սովի տարիներ։ Որքանով պիտի թիմանա մեր հավատքի կանթեղը այդ 7 սովի տարիներում։ Մի ասեք, Աստված չնե, Աստված չէ որ պիտի ընե, այլ ինչ որ մարդը ինք պիտի ընե, անոր կանխումն է որ ներկայացուց մեզի Քրիստոս։ Այսպիսի բաներ որ պիտի լան, մեծ նեղության օրեր որ պիտի լան, Աստված չէ որ ինքը պիտի ընե, այլ Աստված կանխեց սկիզբեն որ մարդուս մտածումները ինչ են, Աստված կանխեց սկիզբեն որ մարդը ինքը ինչ կմտածե, եւ այդ է որ ներկայացուց։ Երբ որ ներկայացուց Քրիստոս բادرազներ պիտի լան, բادرազներ ու լուրեր պիտի լան։ Ոչ թե որովհետեւ Աստված ինքը պիտի անի այդ բادرազները, այլ որովհետեւ Աստված գիտե ինքը մարդուս խորհուրդները ինչ են։ Աստված ինքը շատ լավ գիտե որ մարդը չարի ու չարը կմտածե, պիտի ասե ուրիշ բան պիտի չլե այս ծառեն, եթե ոչ այս մտուղը։ Ադորամանակսե Քրիստոս աղոթեցեք, որովհետեւ այս օրերը դարձնան
աղոթեցեք, որպեսզի կարողանաք դոգալ թիմանալ քարիք բոլոր դժվարություններում։ Հետևաբար այս օրերը նաև մենք օգտագործենք մեր հավատքի կանտերին համար հավելյան ցետ ապահովելու։ Թե չէ հստակ է նաև պատմությունը եւ վաղվան աստվածաշնչական հատվածի ընթերցումն է 10 բույսերու առագը։ Հավելյալ ցետ չունեին հիմարները, անորամարալ դուրս մնացին։ Եվ երբ որ դուրս մնացին, եկան ներս մտնելու, ասավ թուրը փակ է եւ ցես չեմ ճանչնար դուք ովքեր եք։ Հետևաբար այնպես չլա սիրեներ, որ մեր ալբարակային հանգարտ լսած ըլլանք, կամ լսենք Քրիստոսյան խոսքը, որ լսե երուգեցեք, ես ցես չեմ ճանչնար։ Ընդհակառակը օգտագործենք այս առիթը, խնդրենք Աստծուն, իր սիրո գրակը, որ փորփոքի, երա, վարի եւ վարե մեր մեջ, մեր բոլոր տեսակի խորհուրդները, որոնք ինչ խորհուրդներ կան, մարդկային, աշխարհային, ինչ խորհուրդներ, որոնք հարիր չեն, բացած չեն Աստծո հետ մեր այդ գաբին եւ հարաբերության։ Մենք ալ հայրապետի բարերով, հայրապետի հետ միասին աղոթենք եւ խնդրենք Աստծուն, որ իր սիրո գրակը, որ փորփոքեցնե երկրի վրա եւ նաեւ մեր ոգիներու մեջ։ Siro porar yarer gir por bokesi ihokismer sporur sergitsmer makrese sluiski dutyan kopailese Երկնավոր դուր ինձ սարկայություն քո զոր խոստացար սիրելիացոց եւ զորացող սիրտ իմ ադելս մեղս եւ սիրելս քեզ միայն եւ արնելս գամս քո խնամող արարածոց բահյան նշանավ խաչիկո ըս հոգի եւ ըս մարմինիմ ի բادرանած մեղած ի փորձության ստիված եւ ի մարդոց անիրաված եւ համենայն վտանգից հոգո եւ մարմնո Աստված իմ որբանասս սերմքո եւ լնուս զամենայն արարածս ողորմությամբ քով քեզ հանցն արդեմ զանցնիմ դու հոգա եւ պատրաստյաս բեդս հոգո եւ մարնո իմո այսմ հետե միջև հավիտյան Դարձուցիչ մոլորելոց դարձոզիս ի չար սովորությանց իմոց ի բարի սովորություն եւ փեվերյա ի հոգի իմ ըսոսկալի օրմահուն եւ զերբյու կեհենուն եւ սերած արքայության քո Զիզղճացայցի մեղած և կործեցից սարտարություն, աղբյուրան մահության, աղբերացոյի սրդեի մեզ զարդասուս աբաշխարության, որպես բորնգին, զի լվացիցս մեղս անցին իմո հարաճկան զենանելն իմ աշխարես, բարգևիչ ողորմության, բարգևյային ծուղապար հավադով, և բարի կործով, և սուրբ մարմնո և արյանքո հաղորդությամբ կալարկես, բարերարդեր, Հրեշտակի պարգո հանցն հարասեզիս կաղցրությամբ ավանտելս հոգիին և անխրով անցուցանելն չարություն այսոցն որեն իներկո երկնից, լույս ճշմարիտ Քրիստոս, արժանավորյաս հոգիին ուրախությամբ տեսանել ըս լույս պարացկոց ի գոչման աղուրն և հանգչել հուսով պարիած հոտևանս արդարոց, մինչև հոր մեծի կալստյանքով։ Թադավոր արդար, Հոր ժամկաս պարոք հոր, թադերս գենթանիս և զմերյալս, մի մդաների թադաստանն ծարայիս կոր, այլ պրգյազի իսկի հավիդենական հրույն և լսելի արա ինձ զերանավետ կոչումն արդարոց երկնից արկայությունըտ և ողորմյա կո արարածոց և ինձ բազմա ներիս։ Սուրբ Աստված,
Եվ ևս հավատությանս դեր աղաչեսու, վասն լսելի լինելով դիարն Աստուծո ցանի աղաչանացներոց, հարեփոսության սուրբ Աստվածածնին եւ իջանելով ի վերամեր ողորմության եւ քրթության դիարն Աստուծո, ամենագալ դեր Աստված մեր կեցո եւ ողորմյա, դեր ողորմյա, դեր ողորմյա, դեր ողորմյա, ով երկնավոր Հայր, գաղութենք և խնդրենք քեզ մե, որ քու սիրո գրագդ փոփոխեցնես երկրի վրա, այն սիրո գրագը, որ այսօր ամբողջ աշխարհը կդարաբի այդ ճշմարիտ սիրո բագասին։ Սիրո գրագդ փոփոխեցու երկրի վրա, որպեսզի լուսավորի այս խավար աշխարհը։ Սիրո գրագդ փոփոխեցու այս երկրի վրա, որպեսզի կարողանանք մենք իրար սիրել, որովհետև այնքան ադելությամբ լեցուն են այսօր մեր հոգիները, այնքան թշնամությամբ լեցուն է այսօր ամբողջ մարդկության հոգին, որուն արտահայտությունը կտեսնենք ամենուրեք պատերազմով, պատերազմներու լուրերով, սպանություններով, ադելությամբ և թշնամությամբ։ Ուստի գաղութենք և կխնդրենք ով երկնավոր Հայր, որ այսօր ավակ շաբթվան առաջին այսօրվան արիտով քու սիրո գրագդ փոփոխեցուր, որպեսզի լուսավորես մեր մտքերը, մաքրես զդես մեր խորհուրդները, չերմացնես մեր սառնացած սրտերը, որպեսզի կարողանանք անով թիմավորել ոչ թե միայն հրաշապար հարությանը տոնը, այն նաև պատրաստ լինանք թիմավորելու ու երկրորդ կալուստոց, որում մասին սկիզբեն խոսեցար քո աշակերտներուդ պատրաստեցիր, և ինչ որ անհրաժեշտ ու պետք էին, այդ բոլորը փոխանցեցիր, և աշակերտներդ նաև իրենք արձանագրեցին կամ հեռանացի փոխանցեցին գալիք բոլոր սերունդներում, և այսօր հասած է հերթը գարկը մեզի։ Բերե մեզ այնպես մտ, որ մեզի իմաստությունը, որպեսզի այդ խոսքերու շարունակությունը նաև մենք ունենանք, այդ պատկաններու շարունակությունը նաև մենք ունենանք և նաև շարունակենք այդ բոլորը գալիք սերունդներում։ Զորացուր մեզ, հաստատում բայ մեր հավատքը, մանավանդ այն օրերուն, որ ամբողջ մարդկությունը կապրի, մանավանդ այն օրերուն, որում մասին սկիզբեն խոսեցար։ Անորամանալ մեր աղոտ խնդրանքն է, որ դու դաս մեզի իմաստությունըդ, որպեսզի աստվածային ու երկնային իմաստությամբ մենք կարենանք մեր հավատքի կանթեղին համար հավելյալ ցետ ապահովել։ Եվ այդ հավելյալ ցետը աղոթքն է, քու խոսքիդ ընթերցումն է, քու խոսքիդ մասին մտածում ու խորհրդածություններն են, Սուրբ Հոգիի շնորհներն են, որոնց համար նաև այդ մեր խնդրանքը կներկայացնենք, որպեսզի իմաստուն գույսերու նման ապահովենք այդ հավելյալ ցետը, որպեսզի կարենան մեր հավատքի կանթեղը վառ մնալ, լուսավոր, որպեսզի նաև այդ հավատքի կանթեղով լուսավորվի նաև մեր շրջապատը, որ արդեն խավարի մեջ է որ գաբրինք։ Գաղութենք և կխնդրենք, որ այսօրվան այս երեգոյի սերտողության համար թուն առաջնորդես մեզ, իմաստություն դաս, մտքերը պանաս, սագանչները պանաս, բոլորի սանխտիր, խոսողին, լսողին, որպեսզի պատկաններըդ լսելով, կարենանք նաև իբրև սերնահատիկ մեր հոգևոր սնունդը ապահովել։ Այս այդո գաղութենք և կխնդրենք, որ հիշես բոլոր այն բարակաները, որոնք դժվարության, նեղության, ցավի ու դարաբանքի մեջ են, գաղութենք, որ իրենց բժշկություն դաս։ Գաղութենք բոլոր այն բարականերուն, որոնք անորոշության մեջ են։ Գաղութենք այն բարականերուն, որոնք սքավորության մեջ են։
Գաղութենք այն բարականերում, որոնք ընտանեկան դժվարություններում մեջ են։ Անոնց համար գաղութենք, որոնք թմրամոլության մեջ են։ Գաղութենք մանավանդ երիտասարդներում, որոնք խավարի ջանքում մեջ են։ Քու լույսը ծագեցնես, ինչպես մեր վրա ևս քու լույսը ծագեցուցիր։ Բայց նաև նույն այդ լույսով բոլորս առաջնորդ է, որպեսզի հասնենք այն խաղաղ նավահանգիստը, որ դու պատրաստած ես։ Մեզ պատրաստ է այնպես մը, որ ժառանգորդները դառնանք երկնքի արքայությանից։ Միջ այդ ողորմությունը խնդրելով ասենք
Սերաղոտները լսելի լան, ընդունելի լան աստովորությամբ և անոր կամքին համացայն նաև թողտեր ինքը տնորին է յուրականչուրի տնտրանքը։ Մեր այսօրվան սերդողություն խորտածության նյութը Սամոսի 16-ն է, որու վերնակիրն է աղոտ վստահության։ Բահվանես իսով ասված կեզի աբաբինազեմ։ Դիրոջսի թունես դերս կեզ մեզատ ուրախություն չունին։ Ինչ պարահեղ են երկրի վրա սուրբերը, ամբողջ պապակս է անոնց հետ ըլլալ։ Բազմաթիվ ցավերով պիտի հարվածվին անոնք, որոնք ուրիշ աստվածներու ետևե կվազեն։ Բայց ես զոհերու արյուն պիտի չնձայեմ անոնց անունն իսկ բերանս պիտի չառնեմ։ Դեր թունես իմ ժառանգությունս ինձի վիճակված բաժինը, և իմ բաժինս թուն պիտի դաս ինձի։ Ինձի ելած վիճակը ինչ հաճելի է, իրավամբ շնորհք, որ զիս խնդությամբ կլեցնե։ Գործնապանեմ դերը, որ իր խորհուրդով գարաշնորհ զիս, նույնիսկ քիշերը զիս կխրադե խնչմտանքիս միջոցով։ Միշտ դերը իմ թիմացս ներկա ունիմ, երբ անիկա իմ կողքիս է, ոչինչ կրնա զիս սասանեցնել։ Ահա թե ինչու սիրտս ուրախ է, հոգիս ցնծության մեջ է, և մարմինս վստահությամբ կհանգչի, որովհետև գիտեմ թե զիս մերելներու աշխարհի մեջ պիտի չցկես, և պիտի չթողուս, որ քու հավատարիմ ծառայի մարմինը պտություն տեսնե։ Կյանքի ճամփան ցույց կտաս ինձի, ներկայությունը զիս ցնծությամբ կլեցնե, և քու մոտդ ըլլալը հավետ երջանկություն է։ Որպես շարունակություն մենք արդեն հասած էինք Սամոսներու 79-ը և դրամապանությամբ պետք է որ այսօր, եթե սերդողությունը շարունակվի, պետք է որ այսօր ունենայինք 80-րդ Սամոսը։ Բայց այսօր ընդհակառակ 80-րդ Սամոսը պիտի չտեսնենք, այլ պիտի տեսնենք 16-րդ Սամոսը, ինչու որտեղ այնտեղ կա խորհուրդը, որ մեզի կներկայացնե Դավիթ։ Բայց նախքան այդ խորհրդին անցնելը խորհուրդ գիտեք, որ ժամանակի իմաստով, ձեզ ծիսակատարության, կարգ ու կանոնի իմաստով երեք արդեն ավարտեցավ մեծ պահքի 40-օրյա ժամանակահատվածը։ Իր զարգազարդով, Քրիստոսի հաղթական մուտքով Երուսաղեմ և ապա նաև ըստ եկեղեցու կարգի թրմփացեքով։ Թրմփացեքի խորհուրդը, որ խնդրելու Աստծուց է, որ բաց մեզ ու ողորմությանը թուրը։ Եվ որպես նաև մենք ներս մտնենք։ Եվ անոնք, որոնք ներկա եղան այդ թրմփացեքի արարողության, այնտեղ այդ աղոտ երկխոսությունը, որ տեղի ունեցավ, որում նաև այդ բոլորի մեջ ցույց տրվեցավ Աստուծո քութը, Աստուծո սերը, Աստուծո ողորմությունը, որ պատրաստ է փանալու այդ թուրը։ Բայց այնտեղ նրբություն մգար, կամ գա։ Ինչ են պայմանները այդ թուրը փանալու։ Ապաշխարությամբ, խոստովանությամբ։ Բարձրապես այդպես թուրը չէ, որ պիտի բացի։ Գսե կփանամ այդ թուրը խոստովանությամբ, ապաշխարությամբ, զղջումով։ Այնադեն կբացվի։ Անորոմանալ ամեն գիրակը, երբ որ մենք ներկա գնանք բادرակի, այնտեղ բادرակի եկեղեցականը, երբ որ խորան կբարձրանա, փեմ կբարձրանա, այնտեղ աղոտ կոր գնե, գսե ի հարգի սրբության և ի դեղոջս պարապանության, հրեշտակած բնակարան և մարդոց խավարան, որ կնշակի ամեն գիրակի, որ մենք ներկա գնանք այնտեղ, արիթ է, լավագույն արիթն է խոստովանության, մեղքերու քավության և թողության։ Եվ ըստ այն, որ մեր հետո նաև մոտենալու և ճաշակելու։ Մատիկ արդեր մոտեցեք Տիրոջ, որպես նաև այնտեղ ճաշակեք լույսը, այնտեղ ճաշակեք քաղցրություն։ Եվ հետևաբար մեծ պահքի շրջանը, որպես ժամանակահատված, գավարտի 40-օրյան զարգազարդով և թրմփացեքի արարողություն։ Բայց այսօր կշարունակվի այդ պահեցողությունը, որպես ավագ շաբաթի։ Եվ ինչպես որ եթե կհիշեք, ամեն մեկ գիրակին անցնող մեծ պահքի շրջանին իր մեջ ուներ խորհուրդը, հարիկենթանով, արտաքսման գիրակիով, անարագի գիրակիով, դնդեսի, թադավորի, քալստյան զարգազարդով, նաև ամեն մեկ օրը ավագ շաբթվան իր մեջ ունի խորհուրդը։ Այսօր որպես ավագ երկուշաբթի արարչագործության մեջ ունի խորհուրդը։
թե ինչպես ասվածը ստեղծագործեց, ինչպես ասվածը ստեղծեց այս բոլորը, եւ օրվան ավետարանը աստվածաշրջական հատվածը ծննդոց գիրքի առաջի գլուխ մինչեւ երրորդ գլուխ մարդուս անգման ինալուն անհնազանդության այդ պատմությունն է, որ կպատմվի, որ կնշանակե ինչպես փուփարի ենթաններ, ինչպես արտաքսվեցան մարդը, նույն պատմությունն է խորքի մեջ, այս անգամ մեկ օրվա մեջ խտացված, եթե կարելի է ասել։ Որ մե հետո վավան խորհուրդը ավակ երեքշաբթին 10 գույսերու խորհուրդ ունի իր մեջ։ Ինչ որ քիչ առաջ կսեի, այն 5 իմաստուն գույսերը եւ 5 հիմար գույսերը, որոնք պետք էր որ ապահովեին հավելյալ ցեց, այս երևի անդարբեր էին, լսելու համար այնքան ադեմ որ տակավին գվարի մեր կանթեղը օգտագործեն։ Այնպես ինչպես այսօր հաջող մենք ունենք նաեւ սելֆոն կոչվածները, բջջային գործիքները, հեռացայինները, այնքան կօգտագործենք եւ հաջող գմորնանք չարժի տնելու, մինչեւ որ այլևս ինքը գանք առնե։ Եվ գնային, գսենք տակավին ժամանակ կա, տակավին գրնանք խոսիլ, տակավին ունինք բաժինը բետրի մեջ։ Նույնպես անայ մեր հավատքի կյանքն է, երբ որ ամեն օր այդ հոգևոր կյանքը չարժի թեմ չեմ տներ, դեմը պիտի բարբվի։ Մենք որովհետև այնպես կգարձենք, որ one time վիճակ մնե, մեկ անգամ եղավ եւ վերջ, միշտ պետք է չէ, այդպես չէ սակայն վիճակը։ Այդպես չէ, երբ որ պիտի կործածեմ, դարբեր արիտներով պիտի կործածեմ այդ հավատքս, դժվարության մեջ, նեղության մեջ, հաջողության մեջ, ինչ բարականելու, որ կնշանակե այդ հավատքի գանթեղը, եթե լույս պիտի դա այդ բادرույքը, պիտի օգտագործի այդ ցետը, եւ ցետը ինքը պիտի օգտագործվի, պիտի ցնցի օգտագործվի, ուրեմն պետք է որ լեցնեմ, ինչով պիտի լեցնեմ։ Ինչով պետք է հասցնեմ այդ մագարտակին, այդ վիճակին, որ լեցունը լա միշտ այդ ցետս։ Եվ հետեւաբար տեսեք, այն է որ նաեւ Քրիստոս ներկայացուց, եւ այնքան քեղեցիկ է, որ ավետարանիչները մեզի կներկայացնեն սկիզբի ուսուցման եղանակը Քրիստոսին եւ վերջի ժամանակներու ուսուցման եղանակը Քրիստոսին։ Քրիստոս երբ որ նորը սկսավ սորվեցնելու, քարոզելու Աստծո արքայության մասին, գսեր Աստծո արքայությունը գնմանի հետեւյալին, քերականական իմաստով։ Հետո սակայն նախքան իր մատնությունը, նախքան իր չարչարանքները, անգամը եւս խոսեցավ Աստծո արքայության մասին։ Մատթեոս ավետարանիչի 23-րդ գլուխ 24-25 այդ գլուխներու մեջ այս անգամ սակայն ասավ Աստծո արքայությունը պիտի նմանի։ Գսկսի գնմանի, հետո սակայն պիտի նմանի այսպիսին։ Պիտի նմանի այդ ծառաներուն, պիտի նմանի այդ բույսերուն 5 հիմար եւ 5 իմաստուն։ Որ կնշանակե ժամանակի ընթացքին սկիզբը ես արի այդ սերնահատիկը, եթե ինքավ այդ բարարդ հողի մեջ։ Եվ սակայն այդպես պիտի չմնա, այդ պիտի հասցնեմ մինչև այն հանգրվանին, որ իմաստուն գույսերու նման հավելյալ ցետս ունենալու։ Ուրեմն այս ամբողջ ժամանակահատվածը նաև այդ արիթը կուտա յուրաքանչյուրիս մտածելու, որ մենք թեպի որ ուղղությամբ կերտանք, մենք հիմա ուր կերտանք։ Եվ ինչու է մեր եկեղեցական հայրերը այս գարկին, այս կանոնի մեջ տրածեն ավակ երեքշաբթին, որպես 10 կուսանած հիշատակը, ինչ կապ ունի պիտի հարցնենք։ Որտեղ մենք ինչ բան է որ կպատրաստվենք։ Մենք կպատրաստվենք Քրիստոսի հրաշապար հարության թիմավորության։ Ուրեմն Քրիստոսի հրաշապար հարության թիմավորության ինչն է անհրաժեշտ ու կարևոր հավատք։ Որուն համար Պողոս Արաքյալը գսե, եթե չեք հավատար Քրիստոսի հարության, իզուր է մեր քարոզությունը, իզուր է ձեր հավատքը։ Ուրեմն անհրաժեշտ ու կարևոր է մենք որ կպատրաստվենք Քրիստոսի խաչելության, թաման, չարչարանքին հարության, բայց այդ բոլորը գանխող մեր բաժինը ինչն է։ Մեր բաժինը այդ հավատքի կանթերի մեջ հավելյալ ցետը ունենալու համար։ Իսկ չորեքշաբթին, ավակ չորեքշաբթին խորհուրդն իր մեջ ունի Քրիստոսի մատնությունը։ Ավակ հինգշաբթին անոր մեջ ունի խորհուրդը Քրիստոսի չարչարանքը, անոր թադաբարությունը, քահանայապետին երթալը, Պիղադոս Բոնդացին երթալը, Հերովտեսին երթալը, ետ վերաթարնալը Պիղադոսին, հետո հանձնվելը զինվորներուն, ձեցվելու, չարչարվելու, հետո բարձրանալու թևի կողքոթա։
որում մենք խորհուրդ ունենք, որպես ավագինշապտին այդ խավարման գիշերը, որ ամեն ինչ կխավարի, արդյոք ամեն ինչ կխավարի, եւ կամ արդեն ամեն ինչ խավար էր, ամեն ինչ խավար էր, եւ ուղղակի գիտենք, որ ամեն ինչ խավար էր, Հովանու ավետարանի մեջ ինչպես կկարդանք, լույսը աշխարհ եկավ, բայց մարդիկ խավարը ավելի նախընտրեցին, ուրեմն Քրիստոս արդեն եկավ խավար աշխարհի մեջ, Քրիստոս չեկավ լուսավոր աշխարհի մեջ, Քրիստոս եկավ խավար աշխարհի մեջ, որպեսզի խավարը լուսավորեր, բայց մարդիկ խավարը ավելի նախընտրեցին, որտեղ իրենց գործերը չար էին։ Եվ որ մենք նաև կհաջորդի այս անգամ ավակ ուրբաթը թաղման գարքը, որում կհաջորդի հետո հրաշապար հարություն։ Եվ այս ամեն մեկ հանքրվանը նաև բարձավես հիշեցումը չէ թեպքին պատմության վերապատմումին, անոր համար չէ որ գրված է։ Այլ ինչպես Քրիստոս կսե, ամեն անգամ երբ որ այս բոլորը գնեք, հիշեցեք ինչը իմ մահս Եվ ինչ բանի համար մահը, մենք ալ հաճախ հիշենք մեր սիրելիներու մահը, մենք ալ հաճախ հիշենք մեր սիրելիներու հետ եղած ունեցած այդ հարազատությունը այդ կապը, բայց Քրիստոսի բարակային հիշեցեկը, բարձրապես հիշեցումի հասկացողությունը չէ հիշել, վեր հիշել, մեր հիշողությունը վերաթարմացնել, ընդհանրակը Պողոս առաքյալը գսե առաջի Կորինթացիներու նամակի մեջ 11-րդ գլուխ, երբ որ խոսի դերունի ընթրիքի մասին Ամեն անգամ երբ որ այս դերունի ինտրիգը գնեք գսե Քրիստոսի մահը կպատմեկը կնշանակե այդ երևույթն է որ պետք է բարձվի մեր մտքերու մեջ թե ինչ տեղի ունեցավ եւ ինչու տեղի ունեցավ որուն նախաճաշակը Աստված տվավ Երից գրքի մեջ երբ որ ամբողջ ժողովուրդը դուրս պիտի բերեր Եգիպտոսեն այդ ելքի գեսկիշերման բահուն Նիսան Աբիբ ամսվան 14-15-ին, որ քարնուկը պիտի մորթեին, անոր միսեն պիտի ճաշակեին, անոր արյունը պիտի քսեին, եւ գսե դերը կբadvire, երբ որ այս բոլորը կդադարես, եւ կմտնաս խոցացված եւ հոն նույնը գնես, նաեւ պիտի պատմես, քու քալիք սերունդներու, ինչը, որ դերը զիս ինչպես ազատեց Եգիպտոսի ստրբութերեն, բարձրապես պատմությունը չէ, որ պիտի պատմես, Այլ այդ պատմության խորքը պիտի թափանցես եւ թափանցել պիտի դաս քալիք սերունդներուն ինչու որովհետեւ անով զասված ճանչնային ինչու որովհետեւ անով Քրիստոսը ճանչնամ ես որովհետեւ անով Քրիստոսի սիրո վայելքը ունենամ ես բարձրապես պատմությունը չէ որ մենք պիտի վերապատմենք Քրիստոս խաչվեցավ այո հետո ինչ Քրիստոս թաղվեցավ ճիշտ է բայց հետո ինչ Եվ հետևաբար այս բոլորը մեր մտքերու մեջ վերաթարմացնելու ինչը այն գաբը, սիրո գաբը, որ Աստված ինքը ցույց տվավ մարդկության եւ թե ինչ պատրաստեց մարդկության փրկության համար։ Եվ այսօր ինչու է որ այս Սամոսը մենք կարդացինք 16-րդ Սամոսը, որտեղ ճիշտ այս 16-րդ Սամոսը այդ թեփքն է, որ մեզի կներկայացնի։ Որ թեփքը Քրիստոսի հարության թեփքը Եվ որն են այդ համարները, որ կնշեն ցույց կտան Քրիստոսի հարության թեփքը։ Հետևյալ հատվածներն են նախատասությունն են։ Ահա թե ինչու սիրտս ուրախ է վերջավորության։ Ահա թե ինչու սիրտս ուրախ է հոգիս ծնծության մեջ է, մարմինս վստահությամբ կհանչի, որովհետև գիտեմ թե զիս մերելներուն աշխարհի մեջ պիտի չցկես։ Հեղինակը Դավիթն է։ Ասկի առաջ տեսանք իմիջարոցը Սամոսը։ Հեղինակը Դավիթն է եւ Դավիթի վիճակը մենք գիտեինք։ Անդրադարձանք, խոսեցանք այդ մասին, թե ինչպիսի դժվարություններում մեջով կանցներ Դավիթ, հալածականներ, Սավուլը փորձեր զինքը սպանել եւ անթաստական մեկ տեղը մյուս տեղ, որովհետեւ իր կյանքը ազատեր, իր կյանքը փրկեր։ Բայց հանգարց երբ որ Դավիթ այնպիսի արտահայտություններ գնե այստեղ, թե ինչու սիրտս ուրախ է, հոգիս ծնծության մեջ է, մարմինս կհանչի, վստահությամբ կհանչի, որովհետեւ գիտեմ թե զիս մերելներուն աշխարհի մեջ պիտի չցկես։ Եվ կսկսենք հետևյալ հարցումը հարցնել. Իրոք Դավիթի մարմինը մերելներու աշխարհի մեջ չմնաց։ Չմնաց։ Դավիթ մեռավ, Դավիթ թաղվեցավ եւ այնտեղ մնացին իր ոսկորները։ Բայց այստեղ խոսքը խորքի մեջ կվերապերի ոչ թե Դավիթին, այլ կվերապերի Հիսուս Քրիստոսին։ Որովհետեւ տեսեք,
Մերելներու աշխարհի մեջ չցկելը, որում մասին խոսեցավ Պետրոս Սարակյալը ինք։ Երբ որ մեզի կներկայացնե Քրիստոսի խաչելությունը, թե ինչպես կսե խաչվեցավ եւ ուր իջավ, մերելներու աշխարհ իջավ, դժոխք իջավ, դժոխք հասկացողությունը այսօրվան մարդուս մտքին համար այդ գրագուտոցի վիճակն է։ Անցյալին սակայն այդ դժոխք հասկացողությունը մերելներուն աշխարհն էր։ Եվ հետևաբար գսե Պետրոս Սարակյալ եւ Հիսուս իջավ մերելներու աշխարհ դժոխք այնտեղ քարոզելու համար, բայց գսե հոն չմնաց։ Ահա թե ինչու հոգիս ծնծության մեջ է, մարմինս վստահությամբ կհամչի, որովհետև գիտեմ թե զիս մերելներուն աշխարհի մեջ պիտի չցկես, եւ պիտի շարունակությունը, եւ պիտի չթողուս, որ քու ծառայիդ մարմինը փդություն տեսնե։ Անոնավարան քանի օրեր առաջ ինչ տեղի ունեցավ։ Ղազարոսի հարության թեփքը։ Երբ որ Մարիամն ու Մարթան իրենց սիրելի եղբայրը կմահանա, Քրիստոս 4 օր հետո գերտա այցելության, Մարիամն ու Մարթան գսեն, եթե հոս ըլլայր եղբայրս չեր մերներ, եւ երբ որ գարցեն Քրիստոս ուր թրիքզինք, սե թաղեցինք հոնեն։ Դա գսե ինձ դեղը ցույց տվեք, գսե արդեն 4 օր անցել է, որ կնշանակե սկսած է փդության անկրվանը։ Պիտի սկսի փդի։ Մարմինը պիտի սկսի փդելու։ Եվ դու չցկեցիր, որ քու ծառայիդ մարմինը փդություն տեսնե։ Եվ անորամար է, որ Քրիստոս երրորդ օրը հարություն արավ։ Եվ հարցը սակայն Քրիստոսի հարություն առնելը չէր։ Որևէ բսկրվածներուն եթե պիտի կատարվի, կատարվեցավ։ Բողոս Սարակյան գսե առաջի Կորինթացիներուն նամակի մեջ. Ես ցեզի քարոզեցի այն ինչ որ ես ինքս հավատացի, որ Քրիստոս ինչ եղավ։ Մատնվեցավ, չարչարվեցավ, խաչվեցավ, թաղվեցավ, ըստ քրվածներուն, ինչպես որ քրված էին այդ բոլորը։ Ուրեմն ինչպես որ քրված էին այդ բոլորը պիտի կատարվեին։ Պիտի կատարվեին, եթե քրված էր, որ պիտի մատնվի, մատնվեցավ։ Քրված էր, եթե խաչվելու, խաչվեցավ։ Քրված էր թաղվելու, թաղվեցավ։ Քրված էր ահավասիկ հարություն առնելու, հարություն արավ։ Սակայն այդ բոլորը Քրիստոսի համար չէին միայն, այլ մեզ յուրաքանչյուրին համար, սկսյալ իր աշակերտներեն։ Եվ անորամարալ այսօր, որ մենք կպատրաստվենք Քրիստոսի հետքերով, Քրիստոսի հետ միասին, քալելու ամեն մեկ հանգրվան, քալելու ամեն մեկ հանգրվան, եւ այնտեղ պատկերացնելու մեր վիճակը Քրիստոսի հետ։ Երբ որ մենք մեզ կպատկերացնենք, բամը պատկերացուցենք, վերնադամ մեջն ենք, Քրիստոսի հետ սեղանագից ենք, եւ հանգարց Քրիստոս պիտի արտահայտվի սելու համար այսօր ցեզ մեկը դից պիտի մատնեն։ Եվ մենք իրար պիտի անցնենք։ Ո՞վ է արդյոք որսի պիտի։ Եվ ինչու պիտի մատնե նախ։ Ոչ թե միայն ով է որ պիտի մատնե, ինչու պիտի մատնե։ Ինչն է թրթապատճառը մատնության։ Եվ ասիկա ամեն մեկուս համար է, որտեղ այնտեղ ամեն մեկ թերագադար, անիգալլա Հութան, անիգալլա Պետրոս, անիգալլա Թոմասը, ամեն մեկ առակյալ աշակերտ ներկայացնեն նաև մեզ մեկ յուրաքանչյուրը։ Մենք հաճախ այնպես կգարտանք պատմությունը, որ խորքի մեջ գիտես մեր մասին չէ, Հութանի մասին է։ Այնպես կգարտանք հաճախ, որ մեր մասին չէ, Պետրոսի մասին է, Պետրոսն է որ ուրացավ։ Հութան է որ մատնեց։ Գորնանք սակայն որ ամեն մեկ արիթին այ մենք կդառնանք որպես Հութաներ։ Ամեն մեկ արիթի մենք կդառնանք որպես Պետրոսներ, որ գուրանանք Քրիստոսը։ Եվ ամեն մեկ արիթի մենք կդառնանք Թոմասներ, հաջող կասկածելու, ինքներ կամ ինքը չէ։ Մինչև մեր մատները չտնենք անոր բերքերում։ Եվ բամը պատկերացուցեք այս անգամ ոչ թե միայն վերնադամ մեջ ենք վերջին ընտրիկին սեղանագից Քրիստոսի, այլ Քրիստոսի հետ միասին աշակերտներուն հետ միասին Գեթսեմանեի բարձեզի մեջ ենք։ Եվ հանգարց ուքան սերպակալելու Քրիստոսը։ Եվ այնտեղ գսեն ծիրուցան եղան աշակերտներ, որտեղ այդ ալ գրված էր, հովիվը պիտի զարնեմ, եւ հոդը ծիրուցան պիտի ելա, գրված էր, եւ այդպես ալ եղավ։ Հետո պատկերացուցեք ադյան դարվիլը, ամփոխը, եւ հետևաբար այս ամբողջ օրերը այս շաբթվան փորձենք այդ պատկերացումը ունենալու եւ ինչու այդ պատկերացումը ունենալու։
որովհետեւ հստակ դառնա մեր մտքերում մեջ մեր գաբը Հիսուս Քրիստոսի հետ։ Մեր ծանոթությունը Հիսուս Քրիստոսի հետ։ Մեր մտերմությունը Հիսուս Քրիստոսի հետ։ Եվ պատրաստ լինելու իր հետ նաև ելնելու ուր Գողգոթա։ Բայց այս անգամ որպես Սիմոն Գյուրենացի խաչը օգնող եւ խաչը միայն բաժինը Հիսուսին տրված էր Սիմոն Գյուրենացին։ Գլխավոր մեծ բաժինը, ծանր բաժինը Հիսուսին ուսերուն էին։ Եվ սակայն նույն այդ պատկերի մեջ նաև ովքեր կային։ Երուսաղեմի գիները, որոնք գուլային տեսնելով Քրիստոսի այդ վիճակը։ Եվ անոնց համար արվիլիսեր Քրիստոս ինձ համար մի լաց, ձեզ համար լացեք։ Հետո առնելու եւ թաղվելու, եւ Պողոս Արաքյալը ասել թաղվին Քրիստոսի հետ։ Չվախտան թաղվել է Քրիստոսի հետ, որպես այնտեղ նաև թաղենք հին մարդը, որ հետո նաև երրորդ օրը Քրիստոսի հետ միասին նոր մարդը հարություն առնելու համար։ Եվ սակայն պատմությունը այնպես չավարտվի, կշարունակվի, եւ այս անգամ կշարունակվի որպես յուղապեր գիներու բարակը։ Եվ յուղապեր գիները գերտան իրենց սովորության համաձայն։ Երրորդ օրը, ինչու, որտեղ Դագավի մարմինը չէ սկսած փդելու, հիշեք 4 օրը եւ 3 օրը։ Այնքան ադեմ որ Դագավի մարմինը փդության այդ ընթացքը չէ սկսած փդելու, ուրեմն Դագավի ժամանակը ունին երթալու եւ այդ մարմինը ինչ ունելու, ըստ իրենց սովորության համաձայն օծելու այդ մարմինը։ Եվ երբ որ կհասնին, մտահոգ կհասնին, ով մեզի համար պիտի կրորի այդ քարը, ինչպես դերս պիտի մտնենք մեր պարտականությունը կատարելու համար, եւ հրեշտակ հետեւյալ բառերը կսեն։ Որու կփնտրեք, ինչ կփնտրեք, եւ հետեւյալ 4 բառեր դարձանեն։ Եկեք, տեսեք, քացեք, պատմեցեք։ Եկեք, տեսեք, քացեք, պատմեցեք։ Եկեք ձեր աչքերով տեսեք, որովհետև Դագավին ցեզի համար ձեր կիծած Հիսուս Նազովրեցին է, որովհետև Դագավին ցեզի համար ձեր կիծած Ռաբին է, վարդապետն է, բայց ցեզ ինչ խոսեցավ, քանի անգամ ինչ խոսեցավ իր մասին։ Ահավասիկ մարդու որդին պիտի չարչարվի, պիտի մատնվի, պիտի թագվի, պիտի ձեցվի, չարչարվի, պիտի խաչվի, թաղվի, բայց երրորդ օրը հարություն պիտի առնեն։ Դուք ինչպես կճանչնայիք ձեր վարդապետը։ Ինչ հանգամանքով կճանչնայիք ձեր վարդապետը։ Այսօր նույնն է բարական։ Մենք ինչ հանգամանքով կճանչնանք Հիսուս Քրիստոսը։ Մենք Հիսուս Քրիստոսը կճանչնանք, որտեղ աղոթեցինք, խնդրեցինք, դվավ մեր խնդրանքը։ Մենք կճանչնանք Հիսուս Քրիստոսը, որտեղ հիվանդ էինք, բժշկություն ուզեցինք, դվավ մեզի բժշկությունը, քորձ չունեինք, դվավ քորձը, ընտանիք չունեինք, դվավ ընտանիքը, քայքայված էր ընտանիքը, չփքեց այդ ընտանիքը։ Դա մենք կճանչնանք Հիսուս Քրիստոսը որպես դերը եւ պրգիչը։ Այդ ուզեց հիշեցնել հրեշտակը։ Եկեք ձեր աչքերով տեսեք։ Եկեք։ Նույն այդ եկեք հրավերն է, որ Քրիստոս քանի մարիտներով ասավ։ Եկեք ինձի բոլորդ։ Եկեք։ Ինչպես որ Արիթոմը Պետրոսին դարձյալ ասավ, եկուր։ Եվ որ խնդրեց Պետրոս, որ իրեն մոտենար ջուրելու վրային քալելու։ Ասավ եկուր։ Շատեր ուզեցին Քրիստոսի աշակերտին ասավ, եկեք, ուզեք աշակերտին եկեք։ Նույն եկեկն է, եկեք եւ տեսեք, ինչպես որ երկու աշակերտները առաջինը տեսավ քնած, մույսը երրորդը ինչ ասավ, եկուր եւ դես։ Ոչ թե միայն եկուր եւ նայիր, եկուր եւ դես, խորը թափանցե։ Լավ թիդե։ Փորփրե, նայիր մեջ ինչ կա։ Մագերեսային մի թիդեր երևույթը։ Բայց նաև մի փավարարվիր քալու եւ տեսնելու, որտեղ քալի եւ տեսնելը նաև այսական ուդայինցի պարտականությունը։ Քնա եւ ասե։ Քացեք, ասեք, քացեք, վկայեցեք, քացեք, խոսեցեք այս մասին։ Որոնց աշակերտներուն, որոնք դուք ցեզի մի պահեք, այլ վկայեցեք այս բոլորի մասին։ Վկայեցեք, որտեղ այսօրվան աշխարհը ճիշտ այդ բարիքունին կարիք ունի։ Այսօր որքան մտահոգ ենք պատերազմներով ուրերով։ Այսօր որքան մտահոգ ենք տնտեսական տակտակներով, անորոշությամբ, վախով ու սարսափով։ Որքան մտահոգ ենք, շատ մտահոգ ենք։
Այսօր հաճախ կլսենք, քանի մորերու համար ինչ եք, ցետ ապահովեցեք, քանի մորերու համար ջուր ապահովեցեք, քանի մորերու համար ուդելիք ապահովեցեք, բայց որքան կմտահոգվին գսելու համար, քանի մորերու համար հավատքի գանտեղին համար ցետ ապահովեցեք։ Մենք շատ ավելի մտահոգ ենք ուդելիքով, խմելիքով, հագուստով, գաբուստով։ Բայց այսօրվան աշխարհը արդեն ինքնին ուկա ասելու ուրիշ բանի համար պատրաստվեցեք։ Որտեղ գալիք օրերու համար ոչ այլևս այդ ուդելիքն է, ոչ այդ խմելիքն է։ Սխալ չասեմ, ոչ թե կարևոր չեն այդ ուդելիքն ու այդ խմելիքը, այլ ավելի կարևոր բաժին մգա։ Ավելի կարևոր բաժին մգա։ Ուրեմն որ կնշանակե եթե մենք այսօր 2025 թվական, որ քրեթե եթե 2000 տարիներ են անցած Քրիստոսի հարության այդ դեպքին, այսօր եթե անգամ եւս այս տարին եւս 2025-րդ անգամ դոնելով, հիշատակելով Քրիստոսի հարության հրաշապատ այս դոնը, ուրիշ բանի համար չէ, եթե ոչ պատրաստության։ Ինչի պատրաստության։ Մեր անձերու պատրաստության։ Մեր հոգիներու պատրաստության։ Որ այս անգամ կնմանի ինչի։ Այն մեծահարուստ եւ աղքատ Ղազարոսի դեպքին պատմության։ Մեծահարուստ մարդը, որ գնաց սկսե գրագի մեջ այրվելու, իսկ աղքատ Ղազարոսը Աբրահամի քիրգի մեջ իր հանգիստը գտնելու, եւ երբ որ խնդրեց Սելոմար հայր Աբրահամ ղգե Ղազարոսը, սա մեր եւ ծեր միջև անթույլ կա, դժվար է։ Լավ, եթե այդպես է, սա կոնե իմ եղբայրներս, որոնք տակավին ողջ են, եթե այդ կողմեն մեկը երթան, բատմե իրենց, որպես անոնք նույն դեղը չկան։ Եվ Աբրահամը ասավ, գարիքը չկա, որ մեկը ղրգելու, որտեղ անոնք օրինք ու մարգարեներ ունեն։ Ադուրամար է, որ Քրիստոս արիթով պիտի սե օրենքի ուսուցիչներուն։ Չեք կարդացած օրենքը, չեք կարդացած մարգարեները, կարդացեք։ Եթե չեք կարդացած, կարդացեք, բայց վստահ եմ, որ կարդացած եք։ Եվ եթե կարդացած եք, 16-րդ Սամուս անգամ եւս կարդացեք, որոնք իմ մասիս է, որ կվկայեմ։ Ահա թե ինչու հոգիս ծնծության մեջ է, մարմինս վստահությամբ կանչի, որտեղ զիս մերեններու աշխարհի մեջ պիտի չծկես։ Բայց այս հատվածը, որքան Քրիստոսի համար ասված, այս անգամ նաև այս հատվածը համապատասխան է Քրիստոսի աշակերտին։ Այսինքն այսօր մեզ մեր յուրաքանչյուրին, որ կնշանակե, երբ որ իմ գարկս կա հանգչելու, իմ գարկս կա հոգիս ավանթելու, որքանով հոգիս ծնծության մեջ է, մարմինս վստահությամբ կհանգչի, որովհետև զիս մերեններուն աշխարհի մեջ պիտի չծկես։ Միգուցե մարմինս պիտի սկսի փդելու, բայց զիս մերեններուն աշխարհի մեջ պիտի չծկես։ Ինչու, որտեղ երբ որ ես կհավատամ Հիսուս Քրիստոսի, Քրիստոս կսե, ով որ ինձի հավատա, թեև մեռնի, պիտի ապրի։ Որովհետև Քրիստոս չեկավ պարզապես հրաշք գործելու, այլ Քրիստոս եկավ կյանքի վրա առավել կյանք տալու։ Եվ մանավանդ երբ որ Քրիստոս հրեշտակը գիներուն գսե, ինչու է որ կենդանին մերեններու մեջ կփնտրեք, որտեղ անոնք դրամապանականորեն պիտի պատասխանեին, բայց ուր է որ պիտի փնտրենք, երբ որ գիտենք, որ Հիսուս Նազովրեցին մեռավ, ուր է որ պիտի փնտրենք։ Մեռածը մեռածներու մեջ պիտի փնտրենք, ուր պիտի փնտրենք։ Բայց հրեշտակը իրենց միտքը ուզեց ավելի հստակեցնել, որ Քրիստոս արդեն եկած էր մերեններու աշխարհ։ Քրիստոս երբ որ մարմնացավ, ուր մարմնացավ մարդացավ։ Մարդոց մեջ, երկրի վրա։ Իսկ երկիրը ինչ տեղ էր։ Մեղքով լեցուն տեղ էր։ Ու դակավին մեղքով լեցուն տեղ է։ Իսկ եթե մեղքով լեցուն տեղ է, որում մեջ կապրինք, ուրեմն խորքի մեջ ուր կապրինք մենք։ Մերեններու մեջ կապրինք։ Մեռածներու մեջ կապրինք մենք։ Մենք հաճախ այնպես կգարձենք, որ երբ որ մենք գծնենք ինչի գուքան, կյանքի կգոչվին, ոչ խորքի մեջ, ոչ, խորքի մեջ ոչ, աստվածապանական օրեն,
Աստծո բրգության ծրագրին հետ կապված եթե պիտի խոսենք, երեշա երբ որ մենք կծնենք ու կանք աշխարհ, որպես մերածներ, Քրիստոսը ճանչնալով, մենք կգոչվի կյանքի, մենք ունենանք ճշմարիտ կյանքը, որտեղ այն կյանքը, որ մենք այսօր կապրի, այդ կյանքը խաբուսիկ կյանք է, ժամանակավոր կյանքն է, որուն համար Սողոմոն իմաստունը պիտի ասե ունայնությանց կյանք է։ Եվ ադորամա Պողոս Արաքյալը ասե, եթե իմ ամբողջ հույսս այս կյանքի վրա դրած եմ, արարածներու մեջ ամենախելջն եմ։ Ադորամարալ, երբ որ Քրիստոս մարդացավ, եկավ խավար աշխարհի մեջ, որպեսզի խավարը լուսավորեր։ Երբ որ Քրիստոս մարդացավ, եկավ մերելային աշխարհի մեջ, որտեղ եթե մեղքով լեցուն է այս աշխարհը, Աստվածաշունչը գսե մեղքին բարձկը մահ է։ Ուրեմն ուր որ մեղք կգա, հոննայր ինչ կգա, մահը գա։ Ուրեմն Քրիստոս ուր եկավ։ Մահվան մեջ մտավ, եկավ։ Եվ սակայն իր հարությամբ եկավ մեզի այդ նոր կյանքը տալու։ Եվ հետևաբար հրեշտակը Լուկա եկե հիշեցնե կանանց գիներուն։ Դուք որը ուզեք, ինչ կփնտրեք։ Այսօր մենք այդ փնտրտուքի մեջ ենք։ Կյանք կփնտրենք, գործ կփնտրենք, դուն կփնտրենք, տրամ կփնտրենք, փնտրտուքի մեջ ենք։ Բայց այդ բոլոր փնտրտուքներուն նպատակը վերջորիչը ի՞նչն է։ Լավ կյանք ապրի, փառոր կյանք ապրի, հանգիստ կյանք ապրի, ուրախ կյանք ապրի, ցնծության կյանքի հետ կապված է։ Անոնք այդ կյանքի դարբերակներն են ուրախ կյանքի, հարուստ կյանքի, հանգիստ կյանքի, առողջ կյանքի, լավ գործ ունենալու կյանքի հետ կապված երևույթներն են։ Ես սակայն երբ որ մենք կապրենք մերելային կյանքը, ուրեմն այդ բոլորը խորքի մեջ, որուն համար է որ Լուկա Սողոմոնի իմաստուն ասե ունայնությաց, անոնք չեն։ Այլ ուր է այդ կյանքը։ Հիսուս Քրիստոս կյանքը, որ Ղազարոսի հարության ժամանակ ասա, ես եմ հարությունը եւ կյանքը։ Ով որ ինձի հավատա, պիտի չգործվի, պիտի չմեռնի։ Թեև մեռնի, նույնիսկ եթե մեռնի, պիտի ապրի, որտեղ հարություն դառնի։ Հետևաբար, երբ որ մեր գարկում կա, մեր ոգիները ինչպիսի ցնծության մեջ են, որ գահանքչին, եւ իրենց մարմինները վստահությամբ կհանգչեցնեն, որտեղ գիտեմ, վստահ եմ, որու օրինակով, նույնիսկ իմ փրկիչ Հիսուս Քրիստոսի օրինակով ինչպես որ ինք չմնաց մերեններու աշխարհի մեջ, այնպես իր ծառային մարմինը պիտի չցկե մերեններու աշխարհի մեջ։ Եվ հետևաբար սիրելիներ, այսօր որ կպատրաստվենք այս շաբաթավերջին թիմավորելու եւ Քրիստոսի հրաշապար հավության լույսի ջարակայթը, որպես է քերեզմանեն դուրս ջարակայթեց։ Այդ ջարակայթը կա եւ ջարակայթը լուսավոր է մեր խավարած հոգիները, մեր խավարած մտքերը, մեր ամբողջ այս աշխարհը, որ խավարային վիճակի մեջն է, որքանալ լույսեր օգտագործենք, բայց տակավի մեր սրտերը խավարային են, եւ որ մեր գործերը խավարային են, մեր մտածումները խավարային են, մեր ամբողջ նիստուգացը, գործը, ծրագիրը խավարային է, անորոմալը գարիք ունիք այդ լույսին, ճշմարիտ լույսին, քերեզմանեն ջարակայթող այդ լույսին, որպեսզի կա եւ լուսավոր է, որպեսզի այդ լույսով եւ մենք լուսավորվի, մեր շրջապատը լուսավորվի, մանավանդ այսօրվան աշխարհի այս խավար վիճակի մեջ լուսավորվի, որտեղ անոր քարուստը մոտ է։ Մի հարցնեք երբեք։ Աշակերտները երբեք չխոսեցան երբի մասին, այլ խոսեցան մոդի մասին։ Մոդ է։ Իսկ թե երբ է այդ մոդը, հարցակսեք չհարցնենք այդ երբեին մասին, այլ հարցնենք ինչպիսի պատրաստություն է, որ ունենք ու պետք է ունենանք այդ քարուստը թիմավորելու համար։ Եվ ադորամարա այսօրվան աշխարհը նույնիսկ Քրիստոսի հրաշապար հարության տոնը ինչի վերածած է։ Վերածած է գերուխումի, վերածած է հավգտախաղի, վերածած է չգիտեմ ասիչի կամ ադիչի։ Ուր է հարության խորհուրդը։ Որտեղ այդ հարության խորհրդի մեջ կա ինչը վստահություն,
Այդ խարության խորհրդի մեջ կա ինչը, ուրախություն, այդ խարության խորհրդի մեջ կա ինչը, անվախ ըլլալու քաչությունը, Աստծո վստահիլը։ Մանավանդ այս դժվարին պայմաններում մեջ։ Բայց մենք բոլորս անխտիր այսօր կպատրաստվենք ինչի։ Երուխումի, աղգտախաղի, նվերներու փոխանակումի, որ արդեն սկսած է, բահած է անունը, բայց գործընծված է խորհուրդը, բահած է գեղևը, գործված է միջուկը։ Եվ այս բոլորը, եթե հարցնեք, արդին դեր միդեսը չարին կորսն է, կիշերով եկավ, որոնց սանեց, գնաց։ Դեսեք, չարին խաղերը ինչ են։ Որուն համար է, որ ինչ կսե Պողոս Արաքյան, ծեր վրա արեք Աստուծո սպառազինությունը, ինչու, որպեսզի թեմ տնեք չարին հնարքներուն, չարին հնարքներուն, այսինքն չարին այն միջոցներուն, որ չարը այնպիսի ձևով կներկայացնե, գեղեցիկ, հրաբուրիչ, գրավիչ, նույնիսկ կարելի եթե եղավ հրեշտակի կերպարանքով խաբելու եւ մեզ զուգահեռ ցկել։ Անորամարալ եկեք Աստծո սպառազինությունը միշտ։ Եվ որ գարտնանք, եւ որ կքնանանք, այդ սպառազինությունը միշտ մեր վրա արած, հակած։ Որքանալ արտակնամես կփոխվենք, շորերը կփոխենք, հագուստները կփոխենք, բայց երբևիցե չհանենք մեր վրայեն Աստծո սպառազինությունը։ Եվ Աստծո սպառազինությունը սերով Պողոս Արաքյալ գասկնա, Աստծո խոսքը, Աստծո Սուրբ Հոգին։ Աստծո խոսքը, Աստծո Սուրբ Հոգին, որ միշտ մեզի հետ ըլլալու, թեմ տնելու համար չարին բոլոր տեսակի հնարքներուն եւ մխացողներուն։ Եվ թող Աստծո օրհնությունը իջա ինչպես կսեի Քրիստոսի հրաշապար հարության լույսը լուսավորե մեզ բոլորս, մեր ընտանիքները, մեր հարգերը, մեր հարազատները, մեր շրջապատը, որովհետեւ պատրաստ լան կսեմ ոչ թե այս քանի օրերու, այլ պատրաստ լան Քրիստոսի երկրորդ քալուստը դիմավորելու։ Աղոթքով փակենք։ Ով ետնավորայր հարկ և փողություն քեզի, վայրական սիրուտ և հոգածության համար հանդեպ մարդ արարածին, հանդեպ մեղավորին, որուն երբեք մահը չես ուզեր այլանոր թարցը և բրկությունը։ Այստեղ հավաքված մեր աղոթքը կբարձրացնենք և քո ողորմությունը կխնդրենք և կխնդրենք, որ դու մեզ պատրաստես, դու մեզ լուսավորես մեր Փրկին Հիսուս Քրիստոսի հրաշապար հարության լույսով, որպեսզի մեր մտքերը լուսավորված, մեր հոգիները, մեր ամբողջ էությունը լուսավորված, կարենանք քալել այն ճամփեն, որ դու մեզ կառաջնորդես եւ պատրաստե մեզ այնպես, որ թիմավորենք մեր Փրկին Հիսուս Քրիստոսի երկրորդ քալուստը։ Այս այդով նաեւ դու մեզի շնորհքը, իմաստությունը, հավելյալ հավատք, հույս սեր ունենալու եւ Քրիստոսի հետ, Քրիստոսի առաջնորդությամբ քալելու ամեն մեկ հանգրվան, բարձրանալու մինչև Կողգոթա, իջնելու մինչև խորը քերեզման եւ սպասելու այն կանչին, այն ցայնին, այն փողին, որ մեզ դուրս պիտի բերե մեր երելութենեն, այնպես ինչպես ու ցայնիդ հացականչումով դուրս բերիր քեզի սիրելի Ղազարոս բարեկամդ, մեզ ալ դուրս բեր նախ հոգևոր մեր երելութենեն, որպես մեր այդ հոգիները վերստին զնին ու ողորմությամբ եւ ապա նաեւ լսողները լանք վերջի փողի աստարարության հարություն առնելու եւ քեզ հետ արկայությանը ճարանքներ տալու։ Դուր մեզի վստահությունը,
դու մեզի հույսը հավատքը, որպեսզի նույն բարերով մեր աղոթքը բարձրացնենք գսելու համար, ահա թե ինչու հոգիս ցնծության մեջ է, մարմինս վստահությամբ կհանչի, որովհետև գիտեմ, որ կուծար այդ մարմինը պիտի չցկես մերեններու աշխարհի մեջ։ Բահավան ամենայնի Քրիստոս աչքով հովանի լիցի վերամեր, իդվե եւ իքիշերի, իրստի իդան, իգնալի ճանապարհ, իրենչել եւ իհարներ, զինի երբեք սասանեցայց, եւ բոլոր միակ քո արածոց եւ մեզ բազմամեղացս